հակառակ այս կյանքին։ Այս կյանքում սենց է։ Ինչքան կարաս մարդկանց վախեցնես, քո փողով, քո դիրքով, քո պաշտոնով, քո լեզվով, քո ճարպկությամբ մարդին ճնշես, քեզի վախեցնես, ենթարկի քեզ։ Էսի աշխարհի հոգին է։ Եվ ամբողջ ժողովուրդը նրանով են ապրում։ Այսինքն, օրինակ եղել է դպրոցում, ես իմացել մի դպրոց, որ մոտիկ հետս ապրում է ժամանակ, դասատուն ասում է տղա ջան, այդ թուղթը վերցրել։ Շնորհակալություն սենց եմ, իա, դու վերցրել, ասում է, չես ֆայլում վերցնես։ Այս դասատուն ջղայնանում է թումական ջոլորում է։ Այս տղանը թողում փախնում է դպրոցից, էցում է իր քեռուն մորքու, չգիտես ինչ տղեկին հավաքում, ավտոմատներում բերում դպրոց։ Այդ դասատուն շանցից են տալու, այդ տղուց են ներողություն են խնդրել տալիս ու եթում են։ Մենք ապրում ենք այսպիսի ժամանակաշրջանում։ Բայց հոգևոր կյանքը հակառակ է։ Դու կարող ես շատ հզոր լինես ամեն ինչով, բայց ամենացածր մարդին ծառա լինես, սիրես նրան։ Նա քեզ բռնի պահակ մղոն քշի, դիտես։ Թալանելու է վերարկուտն շապիկ դեպի տաս։ Քեզ ավանակի տեղ կտնի, Ջոլ ուրախացի, որ Հիսուսի ավանակն ես, քո Հիսուս վրա նստեք, քեզ տանում է։ Փառք դու Տիրոջ։ Ես պատմությունը ուրիշ անգամ պատմել եմ։ Ես որ հավատքի եկա, արդեն 5-6 տարի հավատացյալ եմ, մեր ռայոնից մի հատ երիտասարդ ապաշխարեց, սովորում էր համալսարանում ֆիզիկայի ֆակուլտետ, ավարտել էր եւ ինժեներ էր աշխատում։ Եկա մեր տուն, մեր քյուղ Ջանֆիդը ասեց, Պապ ջան, դու ասեց 5-6 տարի հավատացյալ ես, ասեց, հələ մեկին ինձ բացատրա, ես էլ սովորեմ էլի հոգևոր մարդ դառնամ։ Դե ասի ինչ ասեմ, ասի ոնց բացատրեմ, ինչպես բացատրեմ, ասի կանի գիտնական լեզվով բացատրեմ, ինքը գիտնական մարդ է։ Ասի գիտես չէ, աշխարհում դպրոց կա, ինստիտուտ կա, համալսարան կա, ակադեմիա կա։ Ասի հավատքի մեջ էլ կա դպրոց, ինստիտուտ, համալսարան, ակադեմիա։ Հավատքի մեջ էլ կա։ Ասես ոնց։ Ասի որ գալում ես հավատքի, սրտանց խոնարհվում ես, դառնում ես կար, էդի դպրոցն է։ Կար, կաթես ուտում, միշտ մտնում ես մորը տակ, այնպես մեծանում ես հովի հսկողության ժամանակ։ Մեծանում ես, երբ որ մեծանում ես, արդեն դառնում ես ոչխար, էսի ինստիտուտն ու համալսարանն է։ Այդ կա արդեն ոչխար ես, քեզ խուզում են, գարես ծնում, կաթես տալում։ Ասես էլ ինստիտուտն ու համալսարանն է, որ դե գարը որ մեծնում է, դառնում ոչխար, չէ, այս չի դառնա, ոչ է գելուկ գազանք դառնա, ոչխար է դառնում։ Եվ ոչխարն է բռնում են, խուզում են, տարին երկու անգամ խուզում են, մի անգամ երկու անգամ խուզում են։ Այս խեղճ ոչխարն ասում է, խուզում են պատամը ցրտին վրվրում է, բայց խուզում են։ Կաթ հատալում, ասի, սկսես արդեն հոգիներ վկայել, նրանց կաթ կտաս, գար կծնես, այդպես ոչխար կլնես։ Էս էլ ինստիտուտն ու համալսարանն է։ Բա ասեց ակադեմիան որն է, ասի դի շատ բարդ է։ Ասեց ո՞նց է բարդ։ Ասի այդ ակադեմիան շատ բարդ է։ Ասի հեշտ տեսել ես հովի ոչխարի վրա նստի, ոչխարին քշի։ Ասեց Ո՞նց խելար չի։ Ասի ուրեմն հովի ոչխարի վրա չի նստում, ոչ է գարի վրա նստում, էշի վրա է նստում։ Եթե էշի մակարդակի խոնարհությունն ես, էդի ակադեմիան ասի։ Էսի լսեց այս Սարկիրնձի գար ոչխար վերջում էլ իշ։ Հելա մատը թափտվեց վրես ու գնաց, մինչև իմել եկեղեցում չի, մոլորության մեջ է մինչև այսօր։ Չհասկացավ, հավատք ու չսովորեց։ Մինչև այսօր չսովորեց։ Դենց անիմաստ ապրում է մինչև այսօր։